Զանգվածային ցույցեր են Ամերիկայի բոլոր 50 նահանգներում ու դրա սահմաններից դուրս։ Աշխարհագրությունն ընդգրկել է Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեքսիկան եւ անգամ Պորտուգալիան։ Ձեռքերդ հեռով վանկարկում են ցուցարարները տարբեր նահանգներում, դաշնային շենքերում, կոնգրեսի գրասենյակների դիմաց եւ զբոսայգիներում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին մասնակցում են նաեւ մի քանի ամիս առաջ նրան ընտրած քաղաքացիներ, հասցրել են հիասթափվել մոտ 3 ամիս առաջ երկրի կստանձնած նախագահից։ I believe Donald Trump is trying to tear our country down. Կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը փորձում է քանդել մեր երկիրը։ Միակ տրամաբանական բացատրությունը, որ նա գործում է Պուտինի օգտին։ Նա ոչ թե փորձում է Ամերիկան ավելի լավը դարձնել, այլ քանդում է մեր ենթակառուցվածքները, կառավարական բոլոր գերատեսչությունները, տնտեսությունը։ Նա խզում է մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք դարձել ենք մերժված պետություն, իսկ կոնգրեսը ոչինչ չի անում։ Մենք պետք է կանգնենք եւ վերականգնենք մեր երկիրը։ He's taken away all of our allies. We're a pariah in the world. Ցույցերը կազմակերպել է ժողովրդավարամետ շարժումը ի պատասխան, ինչպես նրանք են անվանում, թշնամական կլանման եւ ամերիկացիների իրավունքների եւ ազատությունների վրա հարձակման։ Ինձ համար այն պահը, երբ հասկացա, որ ինչ-որ բան սխալ է եւ որ պատմական լուրջ պահ է, դա այն ժամանակն է, երբ մենք չկանգնեցինք մեր դաշնակիցների կողքին Զելենսկիի հարցում։ Ես սիրում եմ Թրամփին, կցանկանայի, որ նա լիներ մեր նախագահը։ Այդ օրը սկսեցի լաց լինել, որովհետեւ հասկացա, որ Թրամփը սխալ քաղաքականություն է վարում։ Եվ այսօր այս ցույցին մասնակցում եմ իմ թոռների ապագայի համար։ Քաղաքացիների զայրույթը գագաթնակետին հասավ ու նրանց ստիպեց փողոց դուրս գալ, երբ Թրամփը հայտարարեց, որ ապրիլի 2-ից մաքսատուրքեր են սահմանվելու բոլոր երկրներից ներմուծման վրա։ Ակցիայի ժամանակ թռուցիկներ են բաժանվում, որոնց վրա գրված է. Անկախ նրանից, թե դուք մոբիլիզացվել եք մեր ժողովրդավարության վրա հարձակումների, աշխատատեղերի կրճատման, անձնական կյանք ներխուժելու կամ մեր ծառայությունների վրա հարձակումների համար, այս պահը ձեզ համար է։ Մենք մտադիր ենք զանգվածային տեսանելի կերպով ամբողջ երկրում մերժել այս ճգնաժամը։ Ըստ տարբեր աղբյուրների զանգվածային ցույցերի միջոցառումներին մասնակցել է ավելի քան 600,000 մարդ։ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իլոն Մասկի ղեկավարությամբ Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության վարչությունն առ այսօր մոտ 200,000 դաշնային աշխատատեղ է կրճատել։ Թրամփը նաև աննախադեպ մաքսատուրքեր է սահմանել մոտ 60 երկրի նկատմամբ, ինչը մտավախություններ է առաջացրել, որ մի շարք ապրանքներ կթանկանան, իսկ այդ բեռը ստիպված կլինեն շարքային քաղաքացիները կրել։ Նանե Հիրապետյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։